19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 19 տարեկան անձնական։ Սիրելի Դիանա, ձեր անձնականը փակված է։ Դուք եք զարմանում ինչ է պատճառը, որ ձեր անձնականը չի ստացվում, ձեր ներքին ձայնը ձեզ ճիշտ է հուշում, որ ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Սիրելի Դիանա, դիմեք էքստրասենսի, այս սատանայական մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք և կլինի երջանկություն և կլինի հաջողություն։ Մաքրվեք սիրելի Դիանա և կլինի երջանկություն։ Ձեր վրա կախարդանք կա, ձեր վրա սատանայական գործողություն կա։ Շնորհակալ եմ լայքերի, սերտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Արթուր 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 36 տարեկան անձնական։ Սիրելի Արթուր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են, խնդիրներից էլ հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Արթուր, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Արմինե 46 տարեկան անձնական։ Արմինե 46 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Կա խնդիրներ սիրելի Արմինե։ Սիրելի Արմինե, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, ձեր անձնականի վրա կա կախարդանք, ձեր անձնականի վրա կա մագիա, որի պատճառով չկա անձնական։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական, կլինի երջանկություն։ Հենց ձեր անձնականը փակված է, անհատական գործողություն է կատարած, որպեսզի դուք անձնական չունենաք, Լիլիթ 27 տարեկան անձնական։ Լիլիթ 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 27 տարեկան անձնական։ Քնած է ձեր անձնականը, սիրելի Լիլիթ, և ֆինանսական դժվարություններ ու խնդիրներ կա։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը և ձեր անձնականն է փակում, և ձեր գործնականը, ինչին ձեզ տալիս քանդվում է, անձնականն է գալիս, տեղ չի հասնում, դու եք չես հասկանում, թե ուր է կորչում ձեր անձնականը։ Սիրելի Լիլիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական, կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Աննա 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 26 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Աննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանքներ նպատակ որ ունեք, ձեր երազանքները կատարվելու է, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք լինելու եք երջանիկ, սիրելի Աննա։
Արա 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արայի համար։ Արա 40 տարեկան անձնական։ Սիրելի Արա, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր անձնականը փակված է, կա ֆինանսական խնդիրներ, կա առողջական խնդիրներ, որը նույնպես կապված է այս թուղթ ու գրի եւ մագիայի հետ։ Սիրելի Արա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, սիրելի Արա։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների ու նվերների համար։ Ձիաննա 26 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ձիաննայի համար։ Ձիաննա 26 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Ձիաննա, ձեր վրա կա տոհմական անեսք, հատկապես դա գալիս է ձեր հայրական ազգից, եթե դուք ունեք հորաքուրներ, հորեղբայրներ, կավաղարժան մահեր այդ ազգի մեջ, սիրելի Ձիաննա, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի երջանկություն, հաջողություն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեսքը, այս տոհմական նեգատիվը ձեր վրայից մաքրեք, ձեր բիոէներգետիկ դաշտը նորոգեք եւ ձեր կյանքի մեջ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Սվետա 44 տարեկան անձնակ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 44 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Սվետա, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, կա նաեւ առողջական խնդիրներ, սիրելի Սվետա, ձեր բոլոր չակրաները փակված են։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սվետա, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Իսկ եթե մնա այս նեգատիվը, քանի գնա ավելի խնդիրներ, բարդություններ եւ ձեր ֆիզիոլոգիական ոլորտում, ձեր առողջական ոլորտում այդ բարդությունները կշատանան։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Մայրամ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր սրտիկների համար։ Սիրարփի 41 տարեկան ձեր տան համար փոխհատուցում կլինի, թե ոչ։ Սիրարփի 41 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիրարփիի համար։ Սիրելի Սիրարփի, ոչ, ընդհակառակը, քանի գնա կբարձրանա այդ խնդիրը, քանի գնա կդժվարանա, կրնայև ֆինանսական խնդիրներ, կրնայև առողջական խնդիրներ, կարող է եւ փաստաթղթային խնդիրներ, սիրելի Սիրարփի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք այս նեգատիվը ձեր վրայից եւ տուն կունենաք, եւ հաջողություն կունենաք, եւ երջանկություն կունենաք, որովհետեւ Աստծո է տալիս ինչքան այս նեգատիվը կա, դուք անընդհատ խնդիրներ եք ունենալու, դուք անընդհատ տուն եք կորցնելու, դուք անընդհատ առողջական խնդիրներ եք ունենալու, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի սեր արփի եւ նոր ձեր տան հարցերն կլուծվի, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Աբրահամ 55 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աբրահամի համար։ Աբրահամ 55 տարեկան անձնական։ Սիրելի Աբրահամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ճիշտ է ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց դուք կարողանալու եք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ եւ ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Աբրահամ, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների։ Էլիզա 42 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Էլիզա 42 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Այո, սիրելի Էլիզա, ցույց է տալիս, որ կլինի հղիություն, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, ճիշտ է ցույց է տալիս, որ բժիշկների միջամտություններ է լինելու, հղիություն կլինի, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, սիրելի Էլիզա։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվիրների համար։ Աննա 42 տարեկան անձնական։ Աննա 42 տարեկան անձնական։ Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք դրանք կատարվելու են, խնդիրներից էլ հաղթանակով ազատվելու եք սիրելի Աննա։ Լևոն 35 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար։ Լևոն առողջական։ Սիրելի Լևոն, ձեր առողջական խնդիրը դա թուղթուկրի մագիայի պատճառով է, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապաքինում, սիրելի Լևոն, եւ բժիշկների ցուցումը կատարեք եւ բուժ հիմնարկություն այցելեք, նաեւ մի մոռացեք ձեր վրայից այս մագիան մաքրել, այս մագիան էլ մաքրեք կլինի լավացում։ Իսկ եթե այս մագիան ձեր վրայից չմաքրվի, սիրելի Լևոն, բժիշկների ցուցումն էլ չի օգնի, քանի նա ավելի կվատանա, ավելի կբարձրանա, ընդհանրակը ժամանակի ֆինանսների կորուստ կլինի։ Անհաբաղ սիրելի Լևոն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր սրտիկների համար։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ռուզան 44 տարեկան անձնական։ Ռուզան 44 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզանի համար։ Կա խնդիրներ սիրելի Ռուզան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ էլ որ ունեք սիրելի Ռուզաննա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։
Արմինե 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 43 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Արմինե, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անես։ Եվ անձնական ոլորտի հետ կապված կա խնդիրներ, եւ գործնական ոլորտի հետ կապված կա խնդիրներ։ Ընդհանրապես ձեր կյանքի մեջ քանի գնում այնքան խնդիրները շատանում են։ Ոչ մի ավարտի հասցրած իրավիճակ չկա, սիրելի Արմինե, թերի է եւ անձնական ոլորտը եւ գործնական ոլորտը։ Կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Արմինե։ Այս մագյան, այս կախարտանքը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի երջանկություն, կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Իսկ սիրելի Արմինե, սա ձեր վրայից չմաքրվի, քանի գնա ավելի կվադանա։ Դուք էներգիա չունեք նման արդեն իրավիճակի վրա պայքարելու։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անի։ Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում պետք է լավ բան լիներ, բայց դա չստացվեց։ Դուք վախենում եք, որ կարող է հետագայում էլ ձեր անձնականը չստացվի։ Եվ ճիշտ է, որ վախենում եք, ձեր ներքին ձայնը ձեզ հուշում է, որ ձեր անձնականը չստացվեց, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի հերթական անձնական այդ դժբախտ հարվածը հոգեբանական տրավմայի առաջ չկանգնեք։ Ընդհանրապես դուք կարող եք ինձ դիմել, դուք գրում եք, ինչպես կարող եք ինձ դիմել, ես մարդկանց ընդունում եմ նաև իմ տան մեջ, մաքրման գործողություն եմ կատարում, դիագնոստիկա է գնում, դուք կարող եք նաև ինձ դիմել, իմ կոորդինատները, իմ տվյալները իմ ալիքներում կան, կամ կարող եք անհատական գրեք, ես ձեզ կուղարկեմ իմ տվյալները, դուք կարող եք նաև ինձ դիմել։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, նվերների համար։ Ирина, 56 лет. Встретите ли вы настоящий мужчина в вашем жизни? Ирина, 56 лет. Посмотрим, дорогая Ирина, что говорит Всевышний. Будет ли настоящий мужчина в вашей жизни? Да, дорогая Ирина, будет. Обязательно будет. И очень скоро будет. От вас жду вознаграждения, дорогая. Да, будет и скоро будет. Спасибо, дорогая. Дара, спасибо большое. Շնորհակալ եմ սիրելիներս ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Светлана, 53, личная жизнь. Посмотрим, что говорит Всевышний. Светлана, 53, личная жизнь. Дорогая Светлана, на вас есть негатив, на вас есть колдовство, на вас есть родовое проклятие, которое не пускает, что у вас была личная жизнь, у вас было счастье. Дорогая Светлана, обращайтесь к экстрасенсу,
делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас еще есть время быть счастливым. Обязательно делайте чистку, и будет счастье, дорогая Светлана. Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Տատև 40 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տատևի համար։ Տատև 40 տարեկան, Дорогая Светлана, вы можете обращаться отдельно, я обо всем вам буду говорить. И стоимость чистки, и стоимость всех моих ритуалов, дорогая Светлана. Տաթև 40 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Տաթև, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, որը չի թողնում, որ լինի հաջողություն, չի թողնում, որ լինի երջանկություն։ Դուք հենց հիմա այնպիսի իրավիճակի մեջ եք կանգնած, որ ամեն ինչ փակված է, սիրելի Տաթևի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Ամեն ինչ փակված է, սիրելի Տաթևիկ։ Խաչիկ Անժելա, բալիկ կունենաք թե ոչ, տեսնեմ ինչ է ասում տիեզերքը։ Խաչիկ Անժելա, բալիկ կլինի թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Խաչիկ, սիրելի Անժելա, կա խնդիրներ, կա դժվարություններ։ Չեմ տեսնում բալիկը, որովհետև կա խնդիրներ, եւ առողջական խնդիրներ կա, նաեւ թուղթուգիր եւ մագիա կա, որը չի թողնում, որ լինի բալիկ։ Սիրելի Խաչիկ, սիրելի Անժելա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ժամանակ մի կորցրեք։ Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է, որ լինի երեխա։ Ժամանակ մի կորցրեք, մաքրվեք, հնարավորություն կա երեխա ունենալու։ Իսկ հետո ակաջի հետև գցեք ու այս նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, չի լինի երեխա, սիրելի Խաչիկ, սիրելի Անժելա։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Վահան 34 տարեկան, առողջական։ Վահան 34 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահանի համար։ Սիրելի Վահան, ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի մագիայի պատճառով է, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում, ոչ միայն պետք է բժիշկների ցուցումը կատարվի, սիրելի Վահան, նաև պետք է ձեր վրայից այս նեգատիվը մաքրվի, որպեսզի լինի լավացում, լինի ավագինում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վահան, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Կոհար 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 36 տարեկան,
Սիրելի քոհար, ձեր հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիրը կա, պրոբլեմը կա, խնդիրները, պրոբլեմները սիրելի քոհար, բայց դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանք որ ունեք սիրելի քոհար, ձեր երազանքները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Քոհար 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի քոհարի համար։ Քոհար 38 տարեկան, կա խնդիրներ սիրելի քոհար, եւ ֆինանսական եւ անձնական ոլորտում, սիրելի քոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, ցույց է տալիս սիրտանոթային, զարգերակային ճնշումի հետ կապված խնդիրներ, դա նույնպես այս թուղթուգրի եւ մագիայի արդյունքն է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն սիրելի քոհար, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի, եւ առողջացում, լավացում կլինի։ Ձեր վրա թուղթուգիր կա, որ ամեն ինչ փակում է, սիրելի քոհար։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Կարեն 20 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 20 տարեկան, սիրելի Կարեն, ձեր հայրական ազգը անեծքի տակ է։ Այս անեծքը ազդում է ձեր վրա, ձեր եւ անձնական ոլորտի վրա, եւ ձեր գործնական ոլորտի վրա, եւ ձեր առողջական ոլորտի վրա։ Սիրելի Կարեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, հայրական ազգի այս անեծքը ձեր վրայից մաքրեք, դուք դեռ երիտասարդ եք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում եք կլինի հաջողություն։ Եթե սա չմաքրվի, սիրելի Կարեն, բարդանալու է ձեր կյանքը, բարդանալու է ձեր կյանքը։ Շնորհակալ եմ։ Վարդան 44 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդանի համար։ Վարդան 44 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Վարդան, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Սիրելի Վարդան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից կարողանալու եք հաղթանակով դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար։ Աստղիկ Վահագ, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աստղիկի եւ Վահագի համար։ Աստղիկ Վահագ, կա խնդիրներ սիրելի Աստղիկ, սիրելի Վահագ, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, որը բերում է անձնական պրոբլեմներ, բայց սիրելի Աստղիկ, սիրելի Վահագ, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս գալ եւ ձեր ֆինանսական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր դեմ հնարավորություններ է բացվելու եւ դուք կարողանալու եք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Լիլիթ 42 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 42 տարեկան, անձնական, կա խնդիրներ սիրելի Լիլիթ
եւ անձնական եւ գործնական ոլորտում, կա նաեւ խնդիրներ պետական դռների հետ, սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուկից, ձեր անձնականը փակված է, հատուկ ձեր անձնականի վրա կա կախարդանք, մագիա, որը փակում է եւ ձեր անձնականը, փակում է եւ ձեր գործնականը։ Խնդիրներ կա պետական, իրավական, դատական դռների հետ կապված եւ դա նույնպես այս թուղթուկերի պատճառով է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Արմինե 39 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 39 տարեկան, անձնական, կա խնդիրներ սիրելի Արմինե, սիրելի Արմինե, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեր անձնականը դարձրել է 0, ձեր գործնականը նույնպես, սիրելի Արմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Ինչ ինձ եք տալիս, քանդվում է, հենց հիմա քանդվում է։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Եղիշ ծաղիկ, կմիանաք թե ոչ։ Եղիշ ծաղիկ, միություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի եղիշ, սիրելի ծաղիկ, ձեր բաժանությունը դա մագիայի պատճառով է, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր դրանից հետո կլինի միություն, քանի կա այս մագիան, քանի կա այս կախարդանքը, չեմ տեսնում, որ կլինի միություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Աննա 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 42 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Աննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, դուք էլ այդ խնդիրներից հնարավորություն եք ունենալու հաղթանակով դուրս գալ, նորից նույն Աննան եք ձեզ զգալու, սիրելի Աննա, ուժ է լինելու, հնարավորություն է լինելու։ Արփի 36 տարեկան, անձնական։ Արփի 36 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփիի համար։ Արփի 36 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ սիրելի Արփի։ Եվ անձնական, եւ ֆինանսական ոլորտում կա խնդիրներ, դուք անընդհատ պրոբլեմների մեջ եք, սիրելի Արփի։ Սիրելի Արփի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված,
քաոսի մեջ եք սիրելի արփի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, եւ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ես մարդկանց ընդունում եմ նաև իմ տան մեջ, ես ծառայություններ կատարում եմ նաև իմ տան մեջ, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ինձ շատ մարդիկ հետևում են ոչ միայն Հայաստանից, նաև աշխարհի բոլոր ծայրերից։ Նման մարդկանց հետ էլ սիրելիներս օնլայն եմ աշխատում։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Մարգարիտա 29 տարեկան, անձնական։ Մարգարիտա 29 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարգարիտայի համար։ Մարգարիտա 29 տարեկան, անձնական։ Սիրելի Մարգարիտա, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Հնարավոր է եւ ձեր անձնական ոլորտի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք ֆինանսական գործունեությամբ եք զբաղվում, կամ համատեղ աշխատանք, կամ համատեղ ուսում, կամ համատեղ ուսուցում, կամ համատեղ գործունեությամբ եք զբաղվում։ Ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, սիրելի Մարգարիտա։ Ձեզանից էլ աշկալ ու սանք եմ սպասում։ Շնորհակալ եմ, Խաչիկ 42 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Խաչիկ 42 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Խաչիկ։ Կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դա էլ ասեմ, այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են։ Հատկապես Խաչիկի հաջողությունը անձնական ոլորտում լինելու է այն ժամանակահատվածում, երբ որ Խաչիկի ֆինանսական ոլորտը լավ կլինի, բայց դա լինելու է հերթականությամբ, հաջողություն լինելու է Խաչիկի ֆինանսական ոլորտում, հետագայում նաև անձնական ոլորտում։ Ներքին վախեր կա, ներքին դժվարություններ կա, որը հետագայում Խաչիկը հնարավորություն է ունենալու հաղթահարելու։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Շնորհակալ եմ, գրանցվեք իմ ալիքներին, Յուրի 33 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Յուրիի համար։ Յուրի 33 տարեկան, անձնական։
Սիրելի յուրի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, հնարավոր է անձնական ոլորտը լինի այն տարածքից դուրս, որտեղ որ յուրին բնակվում է, հնարավոր է, որ յուրին հնարավորություն ունենա երկրից դուրս գա, որտեղ որ ունենա իր անձնական երջանկությունը, ցույց է տալիս, որ եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, յուրի մոտ բացվում է ճանապարհներ, բացվում է հնարավորություններ, անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Աննա 33 տարեկան անձնական, Աննա 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննա համար։ Սիրելի Աննա, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, եւ անձնական ոլորտն է ձեր հիվանդ, եւ գործնական ոլորտն է ձեր հիվանդ։ Եվ անձնական է փակված, եւ գործնականն է փակված, բայց սիրելի Աննա, ընդհանրապես ցույց տվեց, որ դուք 33 տարեկան եք, ընդհանրապես 33 տարեկանը մարդկանց կյանքի մեջ անցումային ժամանակահատված է։ Շատ խնդիրներ, պրոբլեմներ կա եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, բայց այստեղ ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնում է այնպիսի ժամանակահատված, որ դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք եւ ձեր կյանքի մեջ սիրելի Աննա սկսվում է հաջողության ժամանակահատվածը, անցում դեպի երջանկություն, անցում դեպի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Շնորհակալ եմ Գեղամ 22 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գեղամի համար։ Գեղամ 22 տարեկան, սիրելի Գեղամ, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, ճիշտ է ժամանակ է ցույց տալիս, ճիշտ է աշխատանք է ցույց տալիս, բայց սիրելի Գեղամ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություններ, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար։ Վայրա 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վայրայի համար։ Վայրա, սիրելի Վայրա, ձեր անձնականի վրա կատարեցիք մագիա, ձեր անձնականի վրա կատարեցին գիր, ձեր անձնականը փակեցին։ Դիմեք էքստրասենսի, սիրելի Վայրա, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ ձեր մոտ գիշերը նորից կդառնա լույս, ձեր կյանքի մեջ կլինի արև, ձեր վրա գիր կա, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիայից ձերբազատվեք եւ կլինի երջանկություն, սիրելի Վայրա։ Շնորհակալ եմ։ Հարութ 30 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հարութի համար։ Հարութ 30 տարեկան, ինչ է սպասվում։ Կա դժվարություններ, սիրելի Հարութ։ Սիրելի Հարութ, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, մի քվախեցեք, սկզբից հաջողություն կլինի ձեր ֆինանսական ոլորտում, որովհետև ցույց է տալիս, որ խնդիրներ կա, բայց դուք կարողանալու եք այդ խնդիրներից ձերբազատվել, ֆինանսական հաջողությունից հետո նաև կլինի անձնական երջանկություն, հաջողություններ է ցույց տալիս, մի քվախեցեք, ցույց է տալիս, որ վախենում եք, առաջ գնաք,
վախենում եք որոշում կայացնեք, ձեր այդ վախը հաղթահարեք, սիրելի հարուտ, եւ կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Հնարավոր է պետական թռների հետ էլ կար խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից նույնպես հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի հարուտ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Մայրամ 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 21 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կատոմական անեզք փակված է ձեր մոտ ամեն ինչ։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ձեր մայրական ազգը, մորաքույրներ, քեռիներ, կա խնդիրներ, կա վաղաժամահեր, կա բաժանություններ, կա երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, կա երեխաները ծնվում են շատ առողջական բարդություններով եւ խնդիրներով։ Սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք, ժամանակ ունեք երջանիկ լինելու։ Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Լուսինե 35 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 35 տարեկան։ Սիրելի Լուսինե, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, հաջողություն, հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Լուսինե, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, աշկալուսանքի հետևից, սիրելի Լուսինե, դուք հաղթող եք դուրս գալիս։ Շնորհակալ եմ։ Շատ, конечно, можно. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Я с вашим удовольствием на ваши вопросы буду отвечать. Շնորհակալ եմ, սիրելիներս, շատ շնորհակալ եմ։ Մարինե 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մարինե, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, սիրելի Մարինե, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է եւ ձեր անձնականը, փակում է եւ ձեր գործնականը, ինչին ձեր եք տալիս քանդված է, դուք հենց հիմա փլուզման մեջ եք, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ինչին ձեր եք տալիս կորցնում եք, մաքրեք այս նեգատիվից, սիրելի Մարինե, եւ կլինի երջանկություն, եւ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Արայիկ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արայիկի համար։ Արայիկ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արայիկի համար։ Սիրելի Արայիկ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում խնդիրներ։ Սիրելի Արայիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, դուրս կգա, եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն եւ կլինի երջանկություն։ Ձեր վրա կա գիր, ձեր վրա կա կախարդանք, որը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փակում է։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար,
շատ շնորհակալ եմ։ Սիրելի Նարինե, սիրելի Վարդան, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեր հարցերին ավելի կոնկրետ պատասխանել։ Անի 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 35 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, դուք կարողանալու եք ձեր երազանքներին, նպատակներին հասնել։ Ուղղակի շատ քիչ ժամանակ է ցույց տալիս, սիրելի Անի։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Անահիտ 55 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 55 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Անահիտ, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, բայց մի քվախեցեք, այդ խնդիրները մնում է անցյալում, դուք հնարավորություն եք ունենալու հաղթանակներ ունենալ և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Ներքին վախեր կա, ներքին տագնապներ կա, սիրելի Անահիտ, ոչ չի թողնում, որ դուք ճիշտ գործողություն կատարեք, ճիշտ քայլեր կատարեք։ Դուք պետք է այդ ներքին վախերից, այդ ներքին տագնապներից ձերբազատվեք, առաջ գնացեք և ձեր դեմ հաջողության ճանապարհները բացվում են։ Այս ներքին վախերը շատ դեպքում ոնց որ ծանրաքարի պես ձեր ոտքերից կախված է և դուք ճիշտ չեք քայլում։ Մի դուռը փակ է, մյուս դուռն էլ բաց կլինի։ Դոփեք դռները և ձեր դեմ կլինի հաջողություն և կլինի երջանկություն, սիրելի Անահիտ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Աիդա 37 տարեկան անձնական։ Աիդա 37 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։ Աիդա 37 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Աիդա։ Սիրելի Աիդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, գիր կա, մագիա կա, կախարդանք կա, ձեր անձնականը փակված է։ Դուք թակուհու կարգավիճակից իջել եք ծաղրածուի կարգավիճակի։ Սիրելի Աիդա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս գիրը, այս կաբը, այս մագիան ձեր վրայից մաքրեք և կլինի երջանկություն, և այն Աիդան, որն ուր տիեզերքը ստեղծել է, նորից այդ Աիդան կսկսի աշխատել, իսկ այժմ ցույց է տալիս ընկճված, իրեն կորցրած Աիդա։ Եղավ, սիրելի Աիդա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք։ Շնորհակալ եմ։ Նարինե Վարդան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի և Վարդանի համար։ Նարինե Վարդան, անձնական։ Կա խնդիրներ սիրելի Նարինե, սիրելի Վարդան, ձեր անձնականը փակված է։ Սիրելի Նարինե, սիրելի Վարդան, ձեր վրա կա թուղթուգիր, որը բերել կանգնեցրել է անձնականի ավարտին, որպեսզի լինի սեր, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք,
նոր հնարավոր է, նոր էներգետիկա, նոր էմոցիա, լինի երջանկություն։ Ձեր վրա կա թուղթուգիր, որը բերում է ձեր անձնական հարաբերությունների ավարտ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Յանա 44 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Յանայի համար։ Յանա 44 տարեկան։ Սիրելի Յանա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաղթանակներ։ Եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Վագաս 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մի հատ ձեր անունը ճիշտ գրեք, Վագաշ, որն է Վագաս, որպեսզի ես կարողանամ ճիշտ տիեզերքին ուղղորդեմ ձեր անունը։ Շնորհակալ եմ, Վագաս 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վագասի համար։ Վագաս 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Վագաս, ձեր վրա կա տոհմական անեծք։ Ձեր հայրական ազգը անեծքի տակ է, ոչ թե ձեր ազգը մարդիկ քեզ անիծել են, սիրելի Վագաս, այլ ձեր հայրական ազգը այնպիսի ապրելակերպ է ունեցել, որ անեծքի վրա բումերանգ է եկել եւ բացասական ձևով։ Անձնական խնդիրներ, գործնական խնդիրներ պետաիրավական դռների հետ կապված։ Սիրելի Վագաս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ կլինի երջանկություն, եւ կլինի հաջողություն, եւ կկարողանաք այդ պետաիրավական ֆինանսական դռներից ձեր հաղթանակով դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Սիրելիներս, այսօր ես ավարտեցի իմ եթերը, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվիրների, ձեր սրտիկների համար, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում պետք է էքստրասենսի, պայծառատեսի օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ու եթեր պատասխանում եմ հարցերին, թող իրենք նույնպես միանան այս եթերներին, իրենք էլ իրենց հարցերի պատասխանները ստանան։ Այսօր ավարտում եմ իմ եթերը, ում հարցերին չկարողացա պատասխանել, ներողություն, դուք շատ եք, ես միատ եմ, վաղը նորից այս նույն ժամին մտնում եմ ուղի վաղը նույնպես այս նույն ժամին մտնում եմ ու եթեր, սիրելիներս, միացեք, տվեք ձեր հարցերը։ Այս կանս, սիրելիներս, հաջողություն, ստեսություն։